Հարգելի գործընկերներ, մենք շարունակում ենք լավարկել համընդհանուր հայտարարագրման հետ կապված գործընթացները եւ պետք է ուղիղ ասեմ, որ այո նաեւ մենք էլ ենք սրտնեղում, որ ինչու այս նրբությունները ի սկզբանե չենք նկատում, բայց նաեւ օբյեկտիվորեն երբ որ նայում ես եւ նաեւ այս համոզմունքը իմ մոտ առաջացել է Էստոնիա կատարած այցից հետո, որ միևնույն է այդ բանաձևը ինքը ճշգրիտ է, որ ցանկացած բարեփոխում պետք է գնա իր խնդրին հանդիպի, որպեսզի այդ խնդրը լուծվի, որովհետեւ ի սկզբանե չկա այդպիսի մի մեխանիզմ, նույնիսկ ես չգիտեմ արհեստական ինտելեկտը դա կարող է անել թե չէ, առաջիկայում պետք է փորձել, որ բոլոր հնարավոր խութերը եւ նրբությունները կարողանա նկարագրել եւ ի վերջո Նաև խնդիրը հետևյալն է, որ մենք դեպքեր կա, որ նկատում ենք, բայց մտածում ենք, որ հետագայի համար այդ հարցերը կլուծենք, անցյալի համար պետք չի լուծել, ինչպես օրինակ ձեր նշած մի այն դեպքերը, երբ որ կատարվել են անձի համար վճարումը, բայց ոչ անձի կողմից, բայց անձի միջոցներով, այսինքն այսպիսի բարդ կոմբինացիաներ կան, որ մտածում ենք, որ հետագայում աշխատենք, որ քաղաքացիները այդպես անեն, բայց երբ որ հարցերը բարձրացվում են, տեսնում ենք, որ արդարացի է եւ այսօր էլ նպատակին ծառայելու է, անկանխիկ է արված, տեսանելի է, թափանցիկ է ամեն ինչ, այդ դեպքում իհարկե մենք պետք է լավարկենք